Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, ուղիղ եթերում մեկնարկում ենք կարևոր թեմաների քննարկումը։ Եվ այսպես այսօր, մայիսի 28-ին Հայաստանում նշում են Հանրապետության տոնը։ 1918 թվականի այսօրը Հայաստանը հռչակեց իր անկախությունը ու թեև երիտասարդ պետությունը երկար կյանք չունեցավ, սակայն հայ ժողովրդի գիտակցության մեջ մեծ հետք թողեց ամբողջ խորհրդային կայսրության եւ դրան հաջորդած ժամանակաշրջանում։ Թեև այսօրը երկար տասնամյակներ պաշտոնապես մնացել է արհամարված, սակայն հայ ժողովրդի, հատկապես նրա անկախական հատվածի մոտ այն եղել է հույսի, հպարտության եւ մեր իղձերի իրականացման օր։ Տոնի կապակցությամբ այսօր Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղեկցությամբ այցելել է Սարդարապատի հուշահամալիր։ Փաշինյանը շնորհավորելով անկախության տոնը հայտարարել է, Խորհրդային Միության գոյության գրեթե ողջ ընթացքում առաջին հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի եւ արհամարանքի առարկա դարձավ։ Կայսրությունը դրանով նպատակ էր հետապնդում ոչնչացնել անկախ պետության այն ծիլերը, որ մեր գիտակցության մեջ կարող էր վերընձյուղած լինել առաջին հանրապետությունը։ Այսօր նշում ենք հանրապետության տոնը, որը կապված է մեր հազարամյա պատմության մի հիրավի շրջադարձային իրադարձության, առաջին հանրապետության հիմնադրման հետ։ Սարդարապատի հերոսամարտով առարկայացած առաջին հանրապետությունը երկար կյանք չունեցավ։ Նրա գոյությունը տևեց ընդամենը 2 տարի, մի քանի ամիս։ Բայց առաջին հանրապետությունը մեզ 4.5 դար պետականազուրկ եղած ազգից կրկին վերածեց պետականակերտ ժողովրդի եւ մեր պատմության մեջ առաջին անգամ նախանշվեց մի պետական համակարգ, հանրապետություն, որտեղ իշխանության տերը Հայաստանի ժողովուրդն է եւ նա է, որ ընտրությունների միջոցով որոշում է, թե ով եւ ինչպես պետք է կառավարի պետությունը։ Առաջին հանրապետությունը թարմացրեց, բայց չամրապնդեց պետականության մեր ընկալումը, սերմանեց, բայց չարմատավորեց ժողովրդապետությունն ու ազատությունը մեզանում, որովհետև դրա ժամանակը չունեցավ։ Իսկ Խորհրդային Միության գոյության գրեթե ողջ ընթացքում առաջին հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու արհամարանքի առարկա դարձավ։ Կայսրությունը դրանով նպատակ էր հետապնդում ոչնչացնել անկախ պետության այն ծիլերը, որ մեր գիտակցության մեջ կարող էր վերընձյուղած լինել առաջին հանրապետությունը։ 1991 թվականին, երբ Հայաստանը կրկին անկախացավ, թվում էր, թե 70-ամյա պրոպագանդան խորը հետք չի թողել մեզանում, անկախ եւ ինքնուրույն լինելու մեր վախերը հաղթահարված են։ Բայց հիմա արդեն երրորդ հանրապետության պատմության հետայած վերլուծությունը ակնհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ կամահրանքը ինքնիշխանությունից ու ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն։ Պատմությունն ու աշխարհը մենք շարունակում ենք հաճախ ընկալել այն բանաձևերով, որ ԽՍՀՄ կայսերական քարոզչությունը հետևողականորեն սերմանել է մեզանում։ Այս է պատճառը, որ համոզված եմ, մեր պետության ու մեր ինքնության հարատևությունը ապահովելու համար առաջին հերթին հենց սա պետք է հաղթահարենք։
29743 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտություն է։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքները իրագործված են, հայրենիքը գտնված իդեմս Հայաստանի Հանրապետության, իդեմս պետության։ 2020 թվականից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջով մեր նահատակների կյանքի գնով մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու եւ հարատև դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել։ Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ, նշել է Հանրապետության վարչապետը։ Զրուցելու եմ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Արշակյան, շնորհավորում եմ ձեզ։ Շնորհակալություն, ես էլ եմ շնորհավորում ձեզ եւ ձեր համակիրներին, շնորհավորում եմ հրաշալի տոնի կապակցությամբ։ Եվ շատ ուրախ եմ, որ դուք եք այսօրով ինձ հյուր, որովհետև ելում հետ, եթե ոչ ձեզ հետ խոսենք այսպիսի թեմաներից՝ պետություն, պետականություն, անկախություն, ինքնիշխանություն։ Պարոն Արշակյան, մենք հիմա ունենք իրական Հայաստանի կոնցեպտ, գաղափարախոսություն, այսինքն դրա տակ նաև հասկանում ենք, որ շատ երևույթներ, հա, այդ երևույթների ասած տակ էլի շատ բան ենք հասկանում, պետք է վերաարժևորել, հա, փորձել քննել, փորձել հասկանալ, դրանից փոխել մեր վարքը, գուցե աշխարհընկալումը, մտածողությունը, ինքներս մեզ ավելի լավ ճանաչել գուցե, հա, հազար բան կարող ենք սրա տակ հասկանալ։ Բայց երբ օրինակ Հանրապետության վարչապետը ասում է, որ Խորհրդային Միության գրեթե ողջ ընթացքում առաջին հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի եւ արհամարանքի առարկա դարձավ, կայսրությունը նպատակ ուներ ոչնչացնել անկախ պետության ծիլերը եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց դրան զուգահեռ մենք օրինակ պարզ բան, մեր պատմագրության մեջ մենք չենք տալիս այդ ժամանակաշրջանի օբյեկտիվ գնահատական նկարագիրը։ Այսինքն կա հակասություն մեր իրական Հայաստանի եւ մեր ոչ շատ վաղ անցյալի հետ։ Ես շատ ուշադիր լսել եմ մեր երկրի վարչապետի այդ ելույթը, ուշադիր լսել եմ եւ ես կարծում եմ, որ երկու մասից է բաղկացած, մեկը մեր ժողովրդի սխրանքը, դա սխրանք էր։ Ահավոր ժամանակներ էին մենք արդեն ապրել էինք, եղերն ապրել ենք, տեսեք գենոցիդ չեմ ասում, մենք կարծում ենք դա եղերն է, արհավիրք է տեղի ունեցել ու հանկարծ Օսմանյան կայսրությունը հարձակվում է, արդեն արունակամ եղով ծանր վերք ստացած հայկական ինչ-որ օջախի վրա, թողներ թե սրբելու է, այրելու է, մոխիր է դարձնելու, ոչինչ չի մնա, ու հանկարծ Օսմանյան կայսրությունը պարտվում է եւ հիմա նորաձև է ասելը դա, չէ՞, երբ որ մենք մենակ մնացինք Թուրքիայի հետ, Օսմանյան կայսրության հետ, ջարդեցինք Օսմանյան կայսրությանը եւ իրենց համար էր դա անակնկալ եւ աշխարհի համար, որ մենք մեր բանակը ջարդեց, հաղթեց, ոչնչացրեց նրա ծրագրերը, չկա ոչնչացման ծրագիրը մենք չեզոքացրեցինք։ Հիմա պատկերացրեք, բա հաջորդը ինչ եղավ այդ պետությունը։ Այդ 2 տարի ու մի քանի ամիս հետո ինչ եղավ։ Այ պետք է ապասովետականացում, այ պետք է մենք ասեինք, ինչ տեղի ունեցավ, ինչի կործանվեց հայկական պետությունը, ով էր կործանողը։ Ես կարծում եմ, որ հաջորդ տոնակատարության ժամանակ մեր երկրի ղեկավարը, ով էլ որ լինի, պետք է այդտեղից սկսի։ Դատապարտում մենք մեր երկիրը կործանողներին ու արդեն 70 տարին։ Տեսեք, սկիզբը պետք է լիներ, որ Հայաստանի Հանրապետությունը, ժողովրդավարական հանրապետությունը աշխարհի կողմից ճանաչված։ Իդեպ կարևոր է, որ աշխարհը ազգերի լիգայի տեսքով հայկական պետության իրավունքը ճանաչեց։ Երկու պետություն դա չճանաչեցին։ Օսմանյան Թուրքիայի իրավ հաջորդը ապօրինի դեռևս Թուրքիայի Հանրապետությունը եւ դեմոկրատական Ռուսաստանի իրավահաջորդ բոլշևիկյան Ռուսաստանը չճանաչեցին հայկական պետության գոյության իրավունքը։
ու երկու կողմից հարձակվեցին հայկական ես կասեի 4 կողմից բացի Իրանից այն ժամանակ Պարսկաստան էր կոչվում Պարսկաստանը անգլիական մանդատի տակ էր անգլիական բանակն էր Միացյալ Թագավորության բանակը գտնվում էր արաբական աշխարհում ազատագրված արաբական աշխարհում եւ Պարսկաստանում իսկ մյուս բոլոր կողմերից մեր վրա հարձակվեցին հայկական պետության վրա եւ գլխավորը 11-րդ կարմիր բանակը բանվորագյուղացիական բանակը զենքով այ Զանգեզուր կինոն նայեք զենքով արունով մտավ ոչնչացրեց հայկական պետությունը ու հետո 70 տարի հայհոյում էր հայկական հայ ժողովրդի պետություն ունենալու իրավունքը բայց 60-ական թվականներին պատկերացնում եք ինչ պարադոքս տեղի ունեցավ հայհոյեցին գնդակահարեցին սպայական կազմը Սարդարապետի ճակատամարտի մասնակից սպաները բոլորը գնդակահարվեցին բացառություններ կան ես դա ասում եմ օրինակ մեկը իմ պապը եւ Նավասարդյան Աշոտի պապը սպաներ են եղել Սարդարապետի ճակատամարտում ես դա էլ լուսանցքում ասեմ որ 91 թվականի անկախություն քվեարկությունը ցույց էր տալիս որ այնքան կարևոր է եղել Սարդարապետի ճակատամարտը Սարդարապետում հաղթանակը որ հաղթողների թորները մենք թորներ ենք 40 տարեկան էինք մեր պապերը դեռ կային մենք Հայաստանը 99% Հայաստանի քաղաքացիների մասնակիցների 99% ասեց հավատարիմ ենք Սարդարապետին հավատարիմ ենք Հայաստանի Հանրապետությանը հավատարիմ ենք մեր պապերին հավատարիմ ենք մեր հայ ժողովրդի ազգային իղձերին շատ լավ է որ հավատարիմ ենք եւ շատ լավ է որ հավատարիմ ենք եւ շատ լավ է որ այդ հավատարմությունը ամրագրվեց հրճակեցինք անկախ Հայաստան ժողովրդավարական եւ ազգային ժողովը 100%-ով արձանագրեց ընդունեց այդ հրճակը ես ասեմ 60-ական թվականներին սովետական միությունը Սարդարապետը յուրացրեց այդ հուշարձանը որտեղ հիմա որ հանդեսը տեղի ունենում, դու գիտեք, որ սովետական միությունն է դա կառուցել։ Այսինքն սովետական միությունը ոնց են ասում, պլագիատ գողացավ հայ ժողովրդից, յուրացրեց։ Ոչ մի մասնակցություն չի ունեցել, ոչ մի ռուս զինվոր չի կռվել։ Մեր կողմից, այն կողմից կարող է եղել են, մեր կողմից այն օրհնված սահաթը չկար։ Ոչ ոք չի եղել ու 60-ական թվականներին այն 70-ական երբ որ սկսվեց շինարարությունը յուրացրեցին այնքան լավն էր դա այնքան կարևոր էր այսօրը այնքան կարևոր է մեր պատմության մեր ինքնագիտակցության համար այնքան կարևոր է որ սովետական իշխանությունը դա գողացավ վերցրեց իրեն ինչու գողացավ շատ թանկ էր ուղղակի մեր արյանի մեջ կար պատկերացրեք Բաղրամյանը սովետական միության մարշալ ամենահավատարիմ զինվորականներից մեկը, ասենք տասնյակի մեջ էր մտնում։ Տասնյակի մեջ Բաղրամյանը մտնում էր, հպարտանում էր Բաղրամյանը, որ մասնակցել է Սարդարապետի ճակատամարտին։ Դա շատ կարևոր էր։ Ուրեմն գողացան, որտեղ լավն էր, ու մենք պետք է հետ վերցնենք, այ հետ չվերցրեցինք։ Ես պարոն վարչապետը իր ելույթում հետ չվերցրեց որպես Հայաստանի ժողովրդի կողմից ընտրված իշխանություն պետք է ասեր ես վերցնում եմ, վերադարձնում եմ ժողովրդին հաղթանակը, այսինքն սովետական միությունն է կործանել, ջնջել այդ հաղթանակը, ուրեմն դա չկարողացավ նույնիսկ սովետական միությունը ուրանալ, ուրեմն մենք պետք է շարունակենք եւ արժանի լինենք նրանց իղձեր ունենանք շարունակենք արժանի լինենք այդ Սարդարապետը առաջին հանրապետությունը հավատարիմ եղանք 91 թվական եւ այլն, հա, ու հիմա եկել ենք հասել ենք Եվրազիական միություն 2025 թվական միություն առավոտից երեկո
միութենական պետություն, մեծ եվրասիական տարածաշրջան, Ռուսաստանի գաղութ, չգիտեմ ես ինչ, անկախության հնարավոր կորուստ, պետականության ոչնչացում ու այսպես շարունակ։ Ախր ինչու՞։ Ինչպես է դա հնարավոր։ Պարզվում է, որ ոչ բոլորն են արժանի, ոչ բոլորի պապերն են կռվել Սարդարապատում, այլ նրանք էլ իրենց չկռվողները, դիզերտիրները, դասալիքները նույնպես սերունդ են տվել, այ դրանք են, այ նրանք հավատարիմ են իրենց պապերին, վախ են հիմա տարածում, այ նրանք վախեցած էին 1918 թվականի մայիսին, Իմիջիալից 28-ից եղել, դա 22-ից սկսվել է այդ արշավի դիմաց էշալոնացված դիմադրություն է եղել, հենց մի անգամ չհանդիպեցին դա, նահանջ է եղել, դիմադրություն կազմակերպվել է, դա բավական լավ է կազմակերպվել, կարելի է այդ Հանիբալի ճակատամարտը, Նապոլեոնի, Բորդինոյի, այդ դրա մեջ օրինակ Բաղրամյանը այդպիսի գնահատակ ասում է, որ հրաշալի պլանավորված, ճիշտ այնպես ինչպես Մեսրոպ Մաշտոցը, այդ տեսեք Մեսրոպ Մաշտոցից սկսած ինչ լավ պլանավորված էր, ուրեմն եղել են մարդիկ, որոնք որ չեն ուզեցել, թիկունքից խփել են մեզ, թիկունքից խփողներ են եղել, այդ թիկունքից խփողները հիմա կան, նրանց ժառանգները մեզ հիմա խփում են թիկունքից, պանիկա, դասալքություն են քարոզում, հուսալքություն են քարոզում, անզորություն են քարոզում, ինչ-որ մեկի փեշի տակ մտնել են քարոզում, ինչ-որ մեկի փեշից կախվել են քարոզում, ինչ-որ մեկի թևի տակ մտնել են քարոզում, առայժմ քարոզում են, հույս ունեն, որ դեռևս քարոզում են, ասենք, հա, դեռևս, մինչև որ դրանց բերանը մենք փակենք, մենք չենք վախենում, մեր պապերը դա արել են, 2020 թվականի 44-օրյա պատերազմը դրա շարունակությունն էր, մենք կռվել գիտենք, մենք վախկոտ չենք, մենք հաղթել գիտենք, այդ դրա խորհրդանշակն է այսօր, մենք հաղթել գիտենք, նույնիսկ իմպերիային, Օսմանյան կայսրությանը մենք հաղթեցինք, հիմա կարելի է ասել, որ գիտեք Պաղեստինում, Դարդանելում 1 միլիոն օսմանցի կռվում էր անգլոսաքսոնների դեմ, Նոր Զելանդիայի, Կանադայի, գիտեք Ավստրալիայի բանակներն այնտեղ էին 100,000-ավոր, 120-130,000 զոհ է տվել միայն Ավստրալիան, այնտեղ, հա, բայց ով ասեց, որ Թուրքիան մենակ մեր դեմ է լինելու, Թուրքիան թող փորձի թպրտալ, 1000 թշնամի ունի, կգզեն, կոչնչացնեն 4 կողմից, մեր բաժինը Սարդարապատի չափն էր, մենք դա արեցինք ու պատվով հաղթեցինք, մեզ թող չվախացնեն, մենք մեր պապերի հարազատ ժառանգներն ենք, վախկոտ չենք, հաղթող ենք, էլի կհաղթենք, թող փորձեն գալ։ Գանք էլի մեր ժամանակները, դուք ասում եք թիկունքից խփում են եւ այլն, դիզերտիվների սերունդ ու այսպիսի բաներ։ Դժվար բառնել ասեմ, բայց այդ մակարդակն է, բայց դու չեք տեսնում ինչեր են կարել։ Դրանով եք դուք ուզում մեզ վախացնել։ Գոնե ներկայանալի լինեին դրանք։ Չէ, ոչ թե պարոն Արշակյան, ոչ թե ազգանուններով գիտեն, չէ, բա դուք եք մեզ վախացնողը, ձեր կենսագրությունը նայեք։ Ոչ թե վախեցնել, այլ միշտ ունենալ հնարավորություն պերմանենտ երկիրը X ժամանակից մինչև Y ժամանակ հասցնել հնարավոր պետականազրկման եզրին, հա? Սա է խնդիրը։ Ու այդ բարձը չէ, որ այդ կյանքով ապրող երկիրը չի զարգանալու։ Այդ կյանքով ապրող երկիրը, հա, լինելու է մինչև այն պահ էլի, մինչև հիշի իր պետականության մասին, երբ որ գալիս է այդ պետականությունը գլխատելու պահը։ Ու այսպես, հա, մենք պետականությունը այդպես չենք պատկերացնում։ Մենք այդպիսի պետականություն չենք երազում։ Մենք այդպիսի պետություն չենք ուզում։ Մենք այդպիսի պետության քաղաքացիություն չենք։ Այն ինչ որ նրանք անում են, դա հակապետական է, դա արդեն պետություն չի, դա վիլայեթ է, դա գուբերնիա է, օբլաստ է։ Բա ինչ անեն։ Ուզում են դարձնել օբլաստ։ Այո, ուզում են դարձնել օբլաստ։ Բայց դե թող դարձնեն։ Փորձում են։ Դա ինչ փորձ է։ Դրա համար ասում եք էլի խոսեք։
Ազգային ժողով են մենք թույլ տվել, ասենք ազգային ժողովից խոսեք, չեն կարող, անհնար է դա։ Եթե 1918 թվականին դա չեղավ, ուրեմն հիմա չի կարող լինել, ես ասում եմ, որ հարկավոր է դրանց բերանը փակել։ Պետք է մենք արտագրենք Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Ֆեդերացիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հոլանդիայի հատուկ օրենք կա ինոագենտների մասին, այլ պետության շահերը ներկայացնող ուժերի մասին հատուկ օրենք կա։ Հարկավոր է արտագրել, վրացիների նման չանենք, արտագրենք Ամերիկայի Միացյալ Նահանգների 1936 թվականին ընդունված օրենքը արտագրենք, մեր մոտ կիրառենք, այլ երկրի ագենտը շահերի ներկայացուցիչը պետք է կրծքանշան կրի, որ փողոցում մենք տեսնենք, ասենք այսա այլ երկրի ագենտ է, ոնց որ հիմա դեսպանը դրոշով, իր երկրի դրոշով է, չէ, դուրս գալիս փողոց։ Այս ուզում եմ, որ մեր երկիրը օրենք ընդունի արտագրելով, արտագրենք, թարգմանենք, որպեսզի չասեն դուք բան եք անում, սահմանափակում եք ինչ-որ մեկի խոսքի իրավունքը։ Ես ճիշտ այնքան եմ սահմանափակել ուզում խոսքի իրավունքը, ինչքան որ թույլ է տալիս Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը, ատելություն պետության նկատմամբ չի կարելի քարոզել։ Այն նրանք ատելություն են քարոզում մեր պետության նկատմամբ։ Տեսեք, ատելություն բառի վրա շեշտը դնենք։ Նրանք ատում են Սարդարապետի հերոսներին, նրանք ավարայրի հերոսներին իմիջիորից մայիս ամսին։ Շուշին ազատագրողներին նրանք ատում են, այդ ատելության քարոզը հարկավոր է փակել, մեր մոտ արգելված է ատելություն քարոզելը։ Դե ամեն ինչ այնքան հենց դա է խնդիրը, պարոն Արշակ։ Փակել։ Ամեն ինչ այնքան լղոզված է, որ ատելության խոսքը սղացնում են քաղաքական խոսքի տակ, քաղաքական խոսքը սղացնում են ատելության խոսքի տակ։ Իդեպ մեծ հայտնաչակերտավոր մեծ հայտնագործություն անեմ, խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ, այն ենթակա է սահմանափակման, հա, այս մեր նոր ազատություն ենթադրող ժողովրդավարների համար մեծ խոսքի ազատությունը ազատություն բերող խոսք է։ Մարդասիրության խոսքն է, ազատությունը դա է, ատելությունը խոսքի ազատություն չի, դա ատելություն է։ Այո։ Հենց այդ համատեքստում եմ ասում, բայց ամեն ինչ հենց դրա մասն է խոսքը, որ ամեն ինչ լղոզված է։ Հետևաբար ամեն ինչ այս դեպքում հնարավոր է, հա։ Երբ դուք ասում եք, չգիտեմ, իդենտիֆիկացնենք այդ խմբերին, ենթադրենք, շատ պատկերավոր ասած։ Գուցե դրա կարիքը չի լինի, եթե մենք կարողանանք մեզ ինքներս որպես պետություն իդենտիֆիկացնենք եւ գնանք զարգացման ճանապարհով։ Հնարավորությունները, օրինակ, եթե մենք խոսում ենք Ռուսաստանից եւ նրա պրոքսիներից այստեղ, որոնք են նաեւ այդպիսի խոսույթներ գեներացնում, սահմանափակենք Ռուսաստանի հնարավորությունները այստեղ, ենթադրաբար դա ունենալու է ազդեցություն այդ շրջանակների սահմանափակ գործունեության վրա։ Ես նկատի ունեմ կոնկրետ առարկայական ինչ-որ քայլեր անել, քան թե ինչ-որ մեկի ճակատին մի բան նկարել տարբերակելու համար։ Հենց դա է, որ պիտի լինի կոնկրետություն, որպեսզի ավելի առարկայական լինի ամեն ինչ, որպեսզի չլղոզվի ամեն ինչ, որովհետև ինձ համար, չգիտեմ, օրինակ նույն վարչապետի ասածը, հա, կայսրության այդ տարիների նրա նպատակների մասին, ասենք, ես լսում եմ ու մտածում եմ, ով պիտի ուզենա օրինակ իմ պետության անկախության ոչնչացումը։ Հա, պետություն, որը ուզում է իր ամբողջ գերիշխանության ներքո քեզ պահել, զավթել, կլանել, օկուպացնել, եւ եթե եղել է այդպիսի ժամանակաշրջան, ապա ինչու այդ ժամանակաշրջանը զուտ մնում է մի քանի անձանց քաղաքական ռետորաբանության տրամաբանության մեջ։ Այն չի առարկանում, այն չի դառնում դասագիրք, այն չի դառնում ակադեմիական շրջանակների ուսումնասիրված փաստական հենք, օրենք, օրինակ, հենց սա է լղոզված ամեն ինչ։ Այո։ Եվ որ պահին էլ որ հակադարձելու պահին ասեն դե սա քաղաքական հայտարարություն էր, հիմա ինչի հետևից եք ընկել կոպիտ ասած։ Չէ, պետք է ընկնենք հետևներից։ Ես այդ ինչ որ դուք ասացիք համաձայն եմ։ Բայց թույլ տվեք ես ավելացնեմ։ Համեցեք։ Անուն ազգանունով այդ մարդիկ կան, պաշտոն ունեն, օրինակ Հանրապետության նախագահը 13 թվականին, 2013 թվականին սեպտեմբերի 3-ին ջնջեց Սարդարապետը, ջնջեց հանրաքվեի արդյունքները, ջնջեց
ազգային ժողովի որոշումը 1991 թվականի սեպտեմբերի 23-ին ազգային ժողովը որոշում կայացրեց, ճանաչեց հանրաքվեի արդյունքները, ջնջեց դրանք, ավարայրը ջնջեց, Կիլիկայի թագավորությունը ջնջեց, ամեն ինչ ջնջեց, միանձնյա Հայաստանի Հանրապետությունը հանձնեց իր ստորագրությունով, հանձնեց այդ մարդը կա, ազատության մեջ է բազմաթիվ քրեական գործերով, այդ մարդը ազատության մեջ է, պատկերացնում եք, ուրեմն 130 հոգի կամ 120 հոգի ազգային ժողովում քվեարկել է այդ մարդու ստորագրության օգտին, ազգային ժողովի պատգամավորները հանրապետական կուսակցության ղեկավարությամբ, ես հատուկ ասում եմ, Նավասարդյան Աշոտի պապը Վաշտի հրամանատար է եղել Սարդարապատում, Նավասարդյան Աշոտի հիշատակը չհարգեց, Լևոն Նավասարդյանի հիշատակը չհարգեցին այդ կուսակցությունը, քվեարկել է հայկական պետության լուծարման օգտին, նրանք հիմա կան, այդ կուսակցությունը գոյություն ունի, օրենք պետք է լինի, կուսակցություն, որ հայկական պետությունը լուծարելու օգտին քվեարկել է, այդ պետությունը, այդ կուսակցությունը կա, ոչ միայն կա, նա հրապարակում է ազգային ժողովում է, նա շարունակում է հանձնել Հայաստանը, Բա էլ ինչ օրենք պետք է ընդու, հիմա մենք ինչ ենք խոսում, ես զբաղված էի, ես հրավիրված եմ խնջույքների, լավ զբաղվածություն ունի։ Հա, տոն է, իմ հարազատները, իմ շրջապատը, իմ ընկերները զբաղված են դրանով, նշում են այդ օրը, բայց ես եկել եմ դա եմ ձեզ ասում։ Կոչ ենք անում իշխանությանը, իրավական գնահատական քաղաքականը արդեն ուշ է։ Մենք արդեն իրենց քաղաքական գնահատական, ասում ենք չարեցիք, քաղաքացիական պայմանագիր չարեցիր, քաղաքական գնահատական չտվեցիր։ Հիմա ասում են քրեական գնահատական, իրավական գնահատական տվեք, անուն ազգանունով մարդկանց, ովքեր որ հայկական պետությունը լուծարել են, այսինքն դիմել են լուծարման, ուժները չի պատել, մերժվել են։ Համելի մեջ այլոց Ռուսաստանը չի, դա խումբ է պետությունների, բա Բելորուսը, ընդհանուր պետություն են նրանք, բա Եվրասիական միության մյուս անդամները թուրքական, բա Մաքսային միության մյուս անդամները, որ փակել են մեր տնտեսությունը, հիմա գնացել ենք Սլովակիային, Չեխիային, չէ, Սլովակիային, որը երկու անգամ մեր դեմ կռվել է, սլովակներն ու հունգարացիները մեր դեմ կռվել են երկու անգամ, առաջին աշխարհային պատերազմի ժամանակ եւ երկրորդի ժամանակ, Շկոդան էլ Սլովակիայում չի, Պրագայում է, Չեխիայում է, ասում եմ ռազմական բան անենք, ինչ պետք է համագործակցեք, դրանք ինչ ունեն, որ ինչ տան մեզ, ընդհանրապես ինչ եք հրավիրել։ Մենք ունենք Համազած Բաբաջանյան 1956 թվականի հունգարական ժողովրդական ապստամբությունը ճնշող զորքերի հրամանատարը սովետական եղել է Համազած Բաբաջանյանը։ Հենց որ դեռ մենք պետք է մեզանից զգուշանան հունգարացիները, իշխանության մասին է խոսքը, ես այն բաների գնչուական պարեր կատարողներին չեմ ասում, մեկ ասում են դու ինչ ես ասում, Ֆերենց Լիստի դեմ ինչ ունես, Ֆերենց Լիստի դեմ ոչինչ չունեմ, լավ էլ նվագում են մերոնք, շատ լավ նվագողներ ունենք դաշնամուրով, երկրորդ ռապսոդիան, ես նրա դեմ ոչինչ չունեմ, հունգարական պետությունը ներողություն չի խնդրել մեզանից, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է մեր թշնամու բարեկամը, հիմա այսօր նա մեր թշնամու բարեկամն է դեռ, հունգարական պետությունը իր ղեկավարով մեր թշնամու բարեկամն է, մեզ փող էին տալիս, ինքը չտվեց, ճանապարհին թալանեց, 20 միլիոն եվրոն թալանեց, ես դա ասում եմ, որ մեր պետությունը պետք է ճանաչի մեր թշնամու բարեկամներին եւ փակի մեր պետության թշնամիների ճանապարհը, մենք դրա համար ենք այսօր խոսում, թե չէ կարող ենք շամպանսկի բացել, քեֆ անել, ուրախանալ, չէ, գնալու ենք անենք եւ ձեզ էլ եմ խորհուրդ տալի, արեք, արժանի է, այսօր կարելի է զվարճանալ, ուրախանալ, խնջույքի օր է, իսկ նրանց հարկավոր է հիշել, այսօր գլուխները ստականա հարկավոր է ասել նրանց, մի երկու բառ կարելի է ասել, էլի, չափ
անչափահասներին կանանց հեռացնել սեղանից, ասել նրանց մասին մի երկու բառ։ Ոնց որ մենք հիմա ասում ենք, ովքեր են հանձնել հայկական պետությունը, այն նրանց մասին ասում ենք, երեխաներին ու կանանց հեռացրեք սեղանից, ասում ենք, մտքում ասեցի։ Շնորհակալություն, պարոն Արշակյան։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Զրուցակիցս Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էր։ Շարունակում ենք։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը մնում է, ասել է նա, Մոսկվան շահագրգռված է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքմամբ։ Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ խաղաղության համաձայնագրի ստորագրմանն նպաստելու համար։ Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ հայ-ադրբեջանական հակամարտության բռնկման վտանգի մասին խոսել էր նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ասելով, որ ԱՄՆ-ն է գործադրում հակամարտության բռնկում թույլ չտալու համար։ Բելոուսովն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրմանը։ Այս առումով իհարկե չկա ոչ մի օրիգինալ դիրքորոշում։ Բոլորը խոսում են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը նպաստելու եւ խաղաղությանը աջակցելու մասին, բայց միևնույն ժամանակ փաստորեն արձանագրում են լարվածության պահպանում հակամարտության բռնկման ռիսկ։ Սակայն հարց է առաջանում, թե արդյոք պայմանագրի չստորագրվածությունն է ռիսկի աղբյուրը։ Որքան հայտնի է, խաղաղության պայմանագիրը չի տալիս բոլոր վիճելի հարցերի եւ անհամաձայնությունների պատասխանը։ Օրինակ, նախորդ տարի հայտարարվեց, որ դրանից դուրս է բերվել ճանապարհների հարցը։ Իսկ Սյունիքի առումով, օրինակ, թերևս հենց այդ հարցն է առանցքայինը։ Ավելին, հենց դրանով է նաեւ պայմանավորված Սյունիքի հանդեպ ոչ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի, այլ Կովկասով հետաքրքրված բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրությունը։ Եթե ճանապարհների հարցը անջատված է խաղաղության պայմանագրից, ապա դրա ստորագրումը հազիվ թե ապահովի լարվածության պատճառների չեզոքացում։ Ավելին, բացառել պետք չէ այն, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ճանապարհների հարցում աշխարհաքաղաքական մանիպուլյացիաները մտնեն նոր փուլ, հետևաբար առաջացնեն լարվածության նոր առիթներ։ Սա հասկանալու համար է կարևոր, թե ինչ մոտեցումներ են սեղանին եւ ինչ քննարկումներ են ընթանում տրանսպորտային հաղորդակցության հեռանկարի վերաբերյալ, իսկ դրանք այս փուլում նկատելի ակտիվ են, հատկապես եվրոպական նախաձեռնությունների տեսքով։ Իդեպ, երեկ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ռուսական կողմին պետք չէ համոզել Հայաստանի Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսության աշխատանքները արագ մեկնարկելու անհրաժեշտության մեջ։ Նա հիշեցրել է, որ հյուպատոսության բացման հարցը մանրամասն քննարկվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցի ժամանակ։ Առայժմ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը բացակայում է, իսկ թե ինչու պաշտոնական պարզաբանումների համար պետք է դիմել հայկական կողմին, նշել է Զախարովան։ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 28-ին Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ հղած ուղերձում։ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ուղղված ջանքերին, որոնք առանցքային են Հարավային Կովկասի բարգավաճման համար։ Մենք ողջունում ենք այս տարի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը, նշել է Ռուբիոն։ Եվ այժմ կզրուցեմ քաղաքագետ, հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանի հետ։ Ողջույն, պարոն Ղուկասյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ։ Պարոն Ղուկասյան, սկսենք Ռուսաստանից զրույցը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարն ասում է, որ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է եւ Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, ի վերջո այդ գործարքի կայացմանը եւ նման բաներ, հա։ Նախ հասկանանք, թե ինչու է առաջանում այսպիսի հայտարարություն անելու անհրաժեշտություն, հետո խաղաղության պայմանագիրը տարանջատված է կոմունիկացիաների ապաշրջափակման թեմայից, ինչպես եւ օրինակ նույն սահմանազատման գործընթացը։ Ես նկատի ունեմ, որքանով է մեկը մյուսով պայմանավորվում եւ ինչն է հիմք հանդիսանում ռուսական կողմի համար Սյունիքի շուրջ լարվածության պահպանման մասին հայտարարելու։ Համեցեք։ Ինչ-որ սպառնալիք կա այդ հայտարարության մեջ, որով ռուսական կողմը ուզում է ընդգծել, որ Հայաստանի համար
Ռուսաստանից է կախված իր անվտանգություն եւ մատնանշում է ըստ էության վայրը, տեղը, որտեղ կա լարվածություն։ Լարվածություն ըստ էության կա շփման գծի բոլոր հատվածներում, եթե հետևենք լուրերին, այս վերջի ամիսների, այստեղ կարելի է ես դա ընկալում եմ որպես քաղաքական շանտաժ։ Այսինքն քաղաքական շանտաժի է ենթարկվում, ասելով, որ տեսեք, Սյունիքի շուրջ կարող ենք հրահրել լարվածություն, եկեք եւ Ռուսաստանի մոդերացիայով լուծեք ձեր հարցերը։ Այո, հենց այդպես։ Լավ, իրականում Ռուսաստանը հիմա կարող է, օրինակ, այդ շանտաժը, այսպես ասենք, կյանքի կոչել իրագործել։ Նկատի ունեմ, որքանով է հավանական, որ այդ տարբերակը, որին Հայաստանը կարող է, այսպես ասենք, կուլ գնալ։ Հարցը իմ կարծիքով մի քիչ ավելի լայն համատեքստում պետք է նայել։ Եվրոմիությունը մոտեցել է այն կետին, որից հետո եթե Ադրբեջանը չկնքի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր եւ քայլեր չձեռնարկի պատանդներին, իսկ Եվրոմիության խորհրդարանը այդպես որ գնահատեց Ադրբեջանի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին, շինցու դատական այդ դատավարության շրջանակում, թե Ադրբեջանը բաց չթողնի պատանդներին, եթե Ադրբեջանը պայմաններ չստեղծի հայերի հետ վերադարձի համար, Ադրբեջանի նկատմամբ կսկսեն կիրառվել պատժամիջոցներ, որպես առաջի քայլ ծառացվում է էներգետիկ ոլորտում մեմորանդում։ Եվ նման պայմաններում կարելի է ասել, որ Ադրբեջանի մոտ սպառվեցին հնարավորություն իր կարողությունը հետաձգել խաղաղության պայմանագրի կնքումը։ Ռուսաստանի Դաշնությունը ավանդական եղանակով, քաղաքական շանտաժի եղանակով միջամտություն է հիմա կատարում, հնարավորություն է տալիս Հայաստանի ղեկավարությանը, Եվրոմիությանը խնդրել, որ Ադրբեջանի վրա ճնշումներ չլինեն, որովհետև կա սպառնալիք եւ այլն եւ այլն։ Մոտավորապես այսպես է դիսպոզիցիան իմ կարծիքով, դա շատ անգամ կրկնված մոդել է, երբ որ այդպիսի եղանակով, պատերազմի սպառնալիքով Արևմուտքի ջանքերը Հայաստանի հետ ընդլայնել հարաբերությունները, Հայաստանը ներգրավել Եվրոմիության կազմում եւ այլն, այսպես կասեցվում են նման սպառնալիքներում։ Շատ լավ, եթե բանը հասել է հրապարակային այդպիսի, հա, ձեր բառերով ասած շանտաժի կամ սպառնալիքի, ենթադրել կարելի է, որ հայկական կողմը տուրք չի տալիս դրան։ Ես դիտարկում եմ մեր այսօրվա կառավարությունը որպես Ռուսաստանի քաղաքական գործընկեր։ Խնդիրը Փաշինյանի, վարչապետ Փաշինյանի կայանում է նրանում, ինչպես պահպանել Եվրոմիության հետ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, չիջնել այդ հարաբերություններում Բելարուսի մակարդակին ենթադրենք, որովհետև Հայաստանի տարածքով տրանզիտը կարևոր է Ռուսաստանի Դաշնության համար, Ռուսաստանի Դաշնությունը նույնպես չի ուզում, որ այդ հնարավորությունը, որ այսօր կա, վերանա, բայց եւ կա խնդիր, այսպես ասած, կասեցնել Հայաստանին ուղղված նախաձեռնությունները, որով Եվրոմիությունը եւ ԱՄՆ-ն փորձում են Ռուսաստանը, ինչպես ասացի, ավելի ներգրավել ինչ որ աշխարհքաղաքական ծրագրերի մեջ արևմուտքի, դա արվում է այդ ավանդական եղանակով շանտաժ պատերազմով, ինչի եւ հետաքրքրված չի ոչ Ռուսաստանը, ոչ Ադրբեջանը նման իրավիճակում խաղաղության պայմանագրի կնքումով, տեսեք, որ ԱՄՆ-ն եւ եվրոպական պետություններն են անընդհատ հիշեցնում, որ տեքստը համաձայնեցված է այդ պայմանագրի եւ այլն եւ այլն։
Հայաստանի իշխանությունները այստեղ խաղում են Ռուսաստանի Դաշնության խաղը իմ կարծիքով, խնդիր ունենալով մեկ ձեռքի մեջ երկու ձմերուկ պահել, պահպանել արևմուտքի հետ հարաբերությունները եւ միաժամանակ պահպանել գոյություն ունեցող ստատուս կվո, այսինքն քայլեր չանել դեպի արևմուտքի հետ ավելի լայն համագործակցություն եւ պահպանել գոյություն ունեցող վիճակ։ Դա շատ բարդ խնդիր է եւ այստեղ այդ դիվանագիտական խաղերը, որը որ իրականացվում են, այսպես ասած, պասերով, միակ գործիքն է։ Հայաստանը ավանդաբար այդ դիվանագիտությունն է իրականացնում այո, այո, ոչ։ Բանակցություններում համաձայն ենք, այո, այո, շատ ենք ուզում, հետո չենք կարող, որովհետև տեսեք, սպառնալիքներ կան, հրապարակայնորեն մեզ ուշացնում են, որ կարող են ռազմական խնդիրներ լինել եւ այլն։ Եվ սա տարիներ է արդեն տևում։ Այսօրվա ինչ-որ նոր բան չի, բայց Փաշինյանի կառավարության համար, Փաշինյանի համար դա վերջի տարիներին միակ գործիքն է, որով ինքը կարող է աշխատել, պահպանել այդ բալանսը, լինել Եվրոմիության մուտքի մոտ, կանգնել Եվրոմիության մուտքի մոտ, օգտվել միջազգային առևտրի ազատությունից, ծառայեցնել այդ ազատությունը Ռուսաստանի Դաշնության շահերին եւ միաժամանակ այսպես հնարավորինս ժամանակ շահել, փորձել այդ բալանսը երկար պահպանել։ Այսինքն, եթե նշում եք, որ մի քանի տարի է արդեն այդպես, նշանակում է մեկ ձեռքում երկու ձմերուկ խաղը ստացվում է։ Այո, 8 տարի արդեն, եթե չեմ սխալվում, 7 տարի, հա, վարչապետ է Փաշինյանը, 6.5 տարի քաղաքացիական պայմանագիրը իշխող ուժ է Հայաստանում, եւ ասել, որ այս բավականին երկար ժամանակահատվածում Հայաստանը փոխեց իր աշխարհքաղաքական դիրքը, մենք չենք կարող։ Ոչ մեր կյանքում առօրյա փոփոխություններ տեսանելի չեն, ոչ էլ Հայաստանի հրապարակային դիրքորոշումը արտաքին քաղաքականության հարցերում մեծ հաշվով որևէ փոփոխություն չեն ապրել։ Իսկ օրինակ նույն ձեր հիշատակած արևմուտքը, հա, ընդհանրական ասած, չի տեսնում, որ Հայաստանը այսպես ասած խաղ է տալիս։ Տեսնում է, իմ կարծիքով դրա պատճառով վստահություն չկա Փաշինյանի անձի նկատմամբ, բայց ես եւ չեմ կարող ասել, որ գալիք ընտրություններին ընդառաջ 1 տարուց է պակաս մնացել ընտրություններին, որևէ քաղաքական համագործակցություն կա Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ուղղությամբ։ Ընդդիմության հետ ես չեմ տեսնում աշխատանք ոչ Եվրոմիության կողմից, ոչ ԱՄՆ-ի կողմից։ Դուք մեկնաբանեցիք Ռուսաստանի պաշտպանության նախարարի այդ հայտարարությունը, այն դիտարկեցիք որպես քաղաքական շանտաժի, սպառնալիքի ճնշման գործիք, միջոց, տրամաբանություն։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն էր էլի վերջերս հայտարարել էր, որ կա ռիսկ էսկալացիայի եւ իրենք ջանք է գործադրում ԱՄՆ-ն, որպեսզի կանխի հնարավոր էսկալացիան։ Այս դեպքում ինչպես կմեկնաբանեք հակառակ այսպես ասած ճամբարի ռիսկի մասին հայտարարությունը։ Դե Հայաստանը ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Եվրոմիությանը ասում է, որ մենք ունենք ռիսկ, ի պատասխան դրան ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Եվրոմիությունը ասում են, մենք պատրաստ ենք ձեզ տրամադրել աջակցություն, ռազմական ոլորտում օժանդակություն, բոլոր այդ մեզ հայտնի փաստաթղթերը, որոնց մասին խոսակցություն է գնում, հա, Խարտիան Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև ունի այդ բաղադրիչը, վերջերս Հայաստանում տեղի ունեցած այդ գագաթնաժողովը, որը որ Ֆրանսիայի, հա, արտգործնախարարը օգտագործեց անոնց անելու, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ռազմավարական
համագործակցության մասին պայմանագիր, համաձայնագիր պետք է կնքվի, որը նույնպես պաշտպանության ոլորտին ունի վերաբերվող բաժիններ եւ այլն։ Այստեղ այդ պինգ-պոնգն է, որ Հայաստանի իշխանությունները ներկայանում են արտաքին աշխարհում, որ մենք թույլ ենք, մենք ոցելի ենք, մենք անպաշտպան ենք։ Ռուսաստանը մեզ վախեցնում է, որ Ադրբեջանը մեր վրա կհարձակվի, տեսնում եք լարվածություն կա, սահմանի վրա կրակում են, թեպետ եւ օդ են կրակում, բայց տեսեք այդ ամեն ինչը վկայում է, որ մենք ազատ չենք մեր որոշումները կայացնելու հարցերում եւ մեզ, այսպես ասած, համարեք դա հարգելի պատճառ։ Իր հերթին ԱՄՆ-ի ներկայացուցիչները պետքարտուղարը մատնանշում է, որ ԱՄՆ-ն ունի զսպող դեր եւ անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիա տեղի չունենա։ Այստեղ նաեւ Ադրբեջանին վերաբերող սպառնալիք եմ ես տեսնում։ Շնորհակալ եմ մեկնաբանությունների համար։ Զրուցակիցս քաղաքագետ Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանն էր։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։